Ռումինիայի մայրաքաղաքում քաոս է։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած թեկնածուի Կալին Ջորջեսկուի կողմնակիցները եւ ոստիկանությունը բախվել են Բուխարեստում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան արգելել է մասնակցել մայիսի 4-ին կայանալիք նոր ընտրություններին։ 62-ամյա Ջորջեսկուի թեկնածությունը չգրանցելու որոշումը նրա փաստաբանն անվանել է ուղիղ հարված ժողովրդավարության սրտին։ Չնայած ընդդիմությունը ակնհայտորեն կողմ էր թեկնածուի գրանցմանը, հանձնաժողովի 10 անդամներ դատավորների հետ միասին քվեարկեցին թեկնածուի գրանցումը մերժելու օգտին։ Ջորջեսկուի աջակիցները կիրակի երեկոյան շրջափակել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը, բողոքելով թեկնածուի գրանցումը մերժելու որոշման դեմ։ Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատը, սալաքարեր եւ այլ առարկաներ են նետել իրավապահների վրա։ Ոստիկանները արդյունքաբեր գազ են կիրառել, առնվազն 4 մարդու տարել ոստիկանական բաժին։ Մենք չենք հեռանում, մենք տուն չենք գնում, քանի դեռ չենք ստիպել հանձնաժողովին փոխել որոշումը, վերադարձրեք մեր ազատությունը։ Անցած տարվա նոյեմբերին կայացած քվեարկությունը, որի արդյունքում Ջորջեսկուն ամենաշատ ձայն էր ստացել, սահմանադրական դատարանը չեղարկել էր ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության կասկածանքով։ Գաղտնազերծվել էին փաստաթղթեր, ըստ որոնց TikTok-ում նրա օգտին գովազդային մեծ արշավ է կազմակերպել Ռուսաստանը։ Ջորջեսկուն, որը Ռուսաստանի նախագահին անվանել է իր երկրի համար մտածող մարդ, իսկ Ուկրաինային հորինված պետություն, պնդում է, որ ոչ մի կապ չունի Կրեմլի հետ։ Չնայած դրան, երկրի ուկրաինամետ քաղաքական էլիտան նրան համարում է Պուտինի մարդը եւ ամեն կերպ փակում Ջորջեսկուի ճանապարհը դեպի նախագահական պալատ։ Չի ընդունվում ժողովրդի կամքը, ժողովրդի պահանջը, մենք քվեարկել ենք հանուն խաղաղության, հանուն ազատության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի պարզաբանել, թե որոնք են Ջորջեսկուի թեկնածության գրանցումը մերժելու պատճառները, միայն նշել է, որ ընթացակարգային խնդիրներ կան։ Թեկնածուն կարող է սահմանադրական դատարանում բողոքարկել ԿՀ-ի որոշումը։ Դատարանի վճռից է կախված նա, ի վերջո, կստանա իրավունք մասնակցելու ընտրարշավին, թե ոչ։ Կալին Ջորջեսկուին փետրվարի 26-ին ձերբակալել էին որոշ ժամանակով, ապա ազատ արձակել։ Նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու փորձի եւ նեոֆաշիստական կազմակերպությանն անդամակցելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։